Փայրգուն Պոլորիտ, ինչպես գիտեք, այսօր երկուշաբթի օր է եւ ամեն երկուշաբթի 7:30 ես բժիշկ Հարութ Խանջյան live California Eye Center այսօր շատ աղվոր հաղորդում ունիմ, շատ հետաքրքիր, բայց այսօրվա հաղորդումը ավելի երեխեքի մասին է։ Մանավանդ այդ երեխեքը, որ հերուն լավ չեն տեսնար, 6 տարեկան են, մինչև 12 եւ գրնամ ասել մինչև 18 կշարնակվի գրնա ալալ ծեր ընտանիքի մեջ կա ծեր թորնիկը ծեր տղան կամ ծեր աղջիկը մտահոգվեք որ աս ակնոցը ինչ չափ երթալով պիտի ավելի վադանա մի տարի գուքակ բժիշկին գսեցեզի -1 է հաջորդ տարին գերթաս հիմա եղել է -3 -4 կմտահոգվիկ որ ինչ է ասոր պատճառը ինչ է ասոր պատմությունը ինչ կրնան գնել ինչու համար ասանք կլա ասի այսօր մասին բիտ խոսենք եւ ցեզի իրեն պատմությունը բիտ պատմենք որ 30 տարի ինչպես էր մեր դեսողությունը եւ այսօր այս ժամանակին այս տեխնոլոգիով ինչու համար երեխեքների մեջ հիմա շատ կդեսնանք որ ակնոցի խնդիր որ ինչու լավ չեն դեսնար եւ ակնոց պետք ունին այսօր մենք պիտի խոսենք myopia management ամենանոր գիտությունը որ այսօր կա այսօր մեր շոուին վրա պիտի խոսենք ադոր մասին եւ իմ հետս իմ հյուրս շատերնիդ պիտի տեսնակ պիտեք ես Dr. Հարութին շատ լավ գիտեմ իմ նույն անունը սնի հարգավ իմ հետս Dr. Հարութ Միլիտոնյանը Բարեկարգ Dr. Հարութ Thank you շատ Dr. Հարջան որ այսօր հրավիրել եք ինձ բարև հարգելի ժողովուրդ ինչպես Dr. Խանջյանը բացատրեց մենք այսօր պետք է myopia management-ի մասին խոսել myopia management-ը ինքը նոր բուժում է որ այս վերջերս են հայտնաբերել հատուկ սարքված է այն երեխաների համար որ հասունական տարիքների մեջ են ինչպես Dr. Խանջյանը բացատրեց դա սկսում է 6 տարեկանից մինչև 12 եւ մինչև 18 տարեկան կարա շարունակվի myopia management-ը այնպես բուժում է որ տարբեր ուղումներով կարանք շարունակենք նայած ինչ ձևի խնդիր ունի այդ երեխան Dr. Խանջյան Thank you ուրեմն առաջ որ սկսենք ադոր մասին պատմեմ ցեզի ինչպես կլմաներ մեր աշխարհը 30 տարի առաջ հարուտ գրնաս մեզի ասել history myopia ասել է որ երբ որ երեխան գծներ օրինակ 10 հատ երեխա ծնավ Ամերիկա 10 հատ երեխա ծնավ Եվրոպա եւ 10 հատ երեխա ծնավ Ճապոն Ազիա Չինաստան այդ 3 տարբեր տեղերը 3 տարբեր տեղը կտեսնայինք 3 տարբեր տեսողության խնդիր հարուտ բացատրեմ մեզի Thank you doctor ինչպես դոկտորը բացատրեց 30 տարի առաջ ճիշտ այս խնդիրը նորից կար myopia կոչվող դա այնպես էին բուժում ակնոցով բայց այդ վաղ այստեղ Ամերիկայում որը շատ նման է եվրոպական քաղաքներում որը Հայաստանը գտնվում է 10-ից ընդամենը 2 երեխա էին այդ myopia հիվանդությունով եղնում, որը ավելի ճիշտ ոչ թե հիվանդություն, այլ խավար տեսողություն, որը ակնոցով էր բուժվում։ Իսկ Չինաստան, Ճապոնիա, այդպես ասիական քաղաքներում ավելի 10-ից 4 երեխաներ էին այդ ակնոցի կարիք ունեին։ 30 տարի անց հիմա հասել ենք այսօր մեր ապրելաձևը ավելի զարգացել է, ավելի մոտային աշխատանք ենք անում այդ համարները ավելի շատացել են Չինաստան, Ճապոնիա, ասիական քաղաքներում 10-ից 8 հատ երեխաները ակնոցի կարիք ունեն, իսկ այստեղ արդեն 10-ից 4 հատը, որը նույնն է առաջվա Ճապոնիայի, Չինաստանի համարներին։ Ու շատ ուրախ ենք, որ այս բուժումները հայտնաբերել են, քանի որ մենք կարանք չթողենք, որ հասնենք այդ թվերին, ինչպես որ հիմա արդեն Չինաստանն ու Ճապոնիան են հասել, կարանք այդ համարները ավելի կարճացնել, թողենք, որ այսքանից չավելանա։ Thank you ուրեմն ինչպես որ հարութը ասավ դոկտորը 30 տարի առաջ Ամերիկա եթե 10 հատ երեխա ծներ 12 ակնոց պետք ուներ Չինաստան 30 տարի առաջ 4 հատ երեխա 10-ից ակնոց պետք ուներ Հիմա ինչ եղել է Ամերիկա
14 հատ ակնոց պետք ունի եւ Չինաստան 18 հատ ակնոց պետք ունի։ Ինչ փոխվավ աս 30 տարվա մեջ։ Փոխվավ մեր կյանքի թուրունությունը։ Հիմա մենք կյանքը շատ թուրուներ ենք։ Բոլորը iPad, iPhone-ով են, desktop, laptop, computer, երեխան YouTube-ի վրա է, եւ նույնիսկ ասենք դպրոցը սկսան առաջին դասարան kindergarten, second grade, արդեն դպրոցը իրեն iPad կուտան եւ computer կուտան։ Ամեն բան computer-ի վրա է։ 2 տարի COVID-ն աշխարհը փակվավ, դպրոցը դունը Zoom-ի վրա դասարաններին։ Այս նորությունը, որ հիմա սկսել են երեխեքը այս iPad, iPhone, laptop-ների հետ, tablet, PDA, այս մոդիկ աշխատանքի հետ, որ անընդհատ կխաղան այդ բաների հետ, այդ պատճառով է, որ ոչ թե Չինաստան, ամերիկանալ երեխեքը սկսել են ավելի ակնոցի կարիք ունենան։ Հիմա իմ ժամանակ չի կարաս iPad, iPhone։ Մենք դուրսը գելենք, կնտակ կխաղայինք։ Արդուն արևը գելեր, միջև գեսորևեջ արևը կիշներ, դուրսը բասկետբոլ կխաղայինք, սոկեր կխաղայինք, գնդակների հետ կխաղայինք։ Եվ իմ սերունդը, իմ generation-ը այդքան գարջադեսություն չկա։ Հիմա այս generation-ը չեն ուզեր դուրս ելներ, չեն ուզեր խաղալ, գաղաչենք իրենց, որ iPad-ը պիտի առնեմ, եթե դուրս չելես չի խաղաս։ Իրենց զորով են կհանենք դուրս, որ հեծիկ քշեն, կնտակ խաղան գամփան մնեն, որով այս generation-ը գուզե դունը նստի PlayStation-ի վրա, Nintendo-ի վրա, հեռախոսի վրա եւ այդ պատճառով ոչ թե ամերիկան, եվրոպանալ, հայաստանալ եւ մանավանդ Չինաստանը շատ ակնոցի խնդիր ունին երեխա եղած ժամանակ։ So մեր lifestyle-ն է, որ փոխվավ։ Եվ մենք կսենք generational-ները, boomers գսենք, builders գսենք, millennial գսենք, Gen Z գսենք, Gen X, Gen Y, ասոնք generational change-եր են, որ սկսավ փոխվել աստարիների ընթացքում եւ այդ փոխվելու ժամանակ կյանքը սկսավ թուրունալ եւ այդ թուրունած ժամանակ մենք ալ սկսանք մեր աչքերը շատ կորզածել, շատ նայել եւ այդ նայելու պատճառով դեսողությունը սկսավ փչանալ։ Հիմա ադոր համար մեր երեխեքը գսկսին այդ դեսողության խնդիր ունենալ, մանավանդ գարջադեսություն։ So եթե վիդեոին գրնանք երթալ, գուզեմ ցեզի բացատրել, որ հասկանաք ինչպես գարջադեսություն գլա։ Նորմալ մեկը լավ դեսողությունով լույսը պետք է մտնա ճիշտ այս հատակին հասնի։ Եվ այստեղ հասնին է գսվի իր prescription-ը 0։ Ակնոց պեկչունի հերուն լավ գտեսնա։ Բայց երբ որ մեգումը լույսը գմտնա աչքի մեջ եւ չի հասնիր յետևի բադ, կարճ կմնա բադը յետևի բադը հասնել են, գլա օրինակ -2, գրնա ալալ եթե լույսը հոս հասավ -3, եթե լույսը հոս հասավ -4, ինչքան որ լույսը մոդիկնա յետևի բադ, մենոսը ավելի քիչ։ Հիմա մենք, երբ որ լույսը մտավ եւ չի հասավ աս յետևի բադը, ուր որ ռետինա կրվեր է, գսվի գարջադեսություն։ So մենք ինչ կնենք, գիվանտին երեխային ակնոց կուտանք, որով այդ ակնոցը տնեն է աչքին դիմացը, պիտի օգնե, որ այդ լույսին ջարակայդը հասնի յետևի բադ։ Նույն ժամանակ Contact lens-ը գրնան հակվիլ։ Ինքը բզդիկ silicone hydrogel lens է, արդուն գտնե աչքին վրա, իր գունդուն գոքա գահանե։ So մենք ասոր միջոցով է, որ գրնանք մեգումը լավ դեսողություն դալ, որով մեր նպատակը լույսը յետևի բադին հասցնել։ Եվ երբ որ ասենք 21 տարեկանը լա, մենք կրնանք լեյսի կնենք, որ երթանք աս երջաթաղանթին վրա լեյզերով կգրագենք, իրեն ցևը կփոխենք, որ գրնա հիվանդը լավ դեսնա։ So ուրեմն եթե յետ ստուդիո կրնանք կալ, հիմա աս բոլոր մտածումը սկսավ փոխվել, որով մենք հիմա փաստեցինք, որ երբ որ այդ երեխային ճիշտ ակնոցը դաս, հիմա ասենք -2 պետք ունին, երբ որ -2 դաս, ճիշտ բան ըրած ես, օգներ ես, որ աչքը եւ ուղեղը իրար հետ ինգերություն բահե եւ աչքը չի շեղվի։ Ճիշտ բանը պետք է որ իրեն ճիշտի վդաս։ Հիմա օրինակ ես տեսնամ -2 հիվանդին երեխային -2 գուտամ։ Բայց այդ երեխան եթե Հայաստան երթա, այդտեղ -2 չեն տալ իրեն։ Իրեն բիտան 1.25։
իրեն պիտի քիչ մը ավելի պակաստան, որ շատ բարձր չափ չդան։ Բայց այդ մտածումը Ամերիկայում գոյություն չունի։ Մենք կուզենք ինչ որ աչքը պետք ունի, անի պետք է դաս, որ աչքը եւ ուղեղը ինգերություն պահե։ Բայց մենք գիտենք, որ ադի ճիշտ տալը ոչ թե գոքնես աչքը եւ ուղեղը ինգերություն պահե եւ աչքը ձույլ չլար, բայց նույն ժամանակ ադի ճիշտ տալը գարաչարգե աչքը ավելի երգնալ։ So մենք այսօր ադոր մասին պիտի խոսենք, անունը myopia management։ So management ասել է, որ ինչ կրնանք մենք գնել աչքի բժիշկ լալով, որ օգնենք, որ աչքը եւ ուղեղը ինգերությունը պահե եւ նույն ժամանակ չցկենք, որ այդ աչքի մենոսը ամեն տարի ավելի շատանա։ So Dr. Harut, դու այսօր երկու բաների մասին պիտի խոսենք, հիմա քիչիկ վերջը մանրակիր կբացատրենք։ Ինչ է այս երկու բաների նպատակները, որ մենք կուզենք երեխեքին սկսենք առաջարկենք։ Այո, ուրեմն երկու տարբերակ կա, նայած ինչ ձևի մայոպիա խնդիր ունի այս երեխան։ Երկու տարբեր ձևի մայոպիա համարվում կա, որ աչքը շատ երկար է, նշանակում է axial length elongation, որ աչքը երկար է, նկարը ընկնում է հատակի դիմացը։ Երկրորդը կա, որ երկրատաղանթը շատ խորն է եւ նույնպես նկարը ավելի առաջ է ընկնում, քան թե հատակը։ Առաջինը, երբ որ աչքը երկար է եղնում, նոր հայտնաբերել են թազա բուժումներ management-ի համար, որը համ կարա ակնոցով եղնի, համ contact lens-ով, ինչպես մի քիչ առաջ դոկտոր Խանջյանը որ բացատրեց։ Ակնոցը կա Stellest lens, որը պետք է խոսենք դրա մասին այսօր, եւ contact lens-ը նույնպես բուժում է այդ խնդիրը։ Սկսենք Stellest lens-ով։ All right. So yes, Stellest lens-ով կսկսեմ։ Հիմա եթե վիդեոին գրնանք երթալ, կտեսնանք հոս, որ երբ որ մեկը լավ չի տեսնար, մենք իրենց աչքին առջև ակնոց կդնենք։ Ուրեմն ակնոցը ինչ կնե, գարնե այդ լույսի ճարակայտը ուղագի կհասցնե ետևի պատին վրա։ Եվ հիմա այդ հիվանդը լավ կտեսնա։ Բայց այստեղն է ամենակարևոր տեղը, երբ որ ճարակայտը լույսը հասցուցին գրեն այնտեղ եւ ինքը լավ տեսավ, պետք է հիշենք, որ այդ ճարակայտը աս աչքին խնցորագի մեջ ուրիշ մասերա լույսի ճարակայտը երգնցավ։ So այն ժամանակ, որ այս մեկ տեղը մենք լավացուցինք, այս մեկ տեղը լավացնենքն է, այս նույն տեղը լույսին ճարակայտը երգնցավ։ Ուրեմն աչքը ինչ կնե աս 6-ին 12 տարեկան երեխային, աչքը գերգնա, որ այդ տեղը ուրախ պահե, այդ տեղին հետ հարմարվի, այդ տեղին հետ համապատասխանվի, ադի իրան նպատակն է։ So հիմա այս նոր լենզերը, որ մենք ունենք, Stellest լենզերը, հատուկ տեսակ ակնոց մնե, որ գտնենք աչքին առջևը եւ գոքնե, որ աս մասը ուրախ մնա, կողքի մասերը եւ նույն ժամանակ կոգնե, որ այստեղը իրեն պետք եղած ֆոկուսը բերե։ So Stellest լենզը 6 տարեկանեն միջև 12 տարեկան, եթե դուք դունը երեխա ունիք, որ ինքը ակնոց կհակվի, իրեն ակնոցի size-ը minus է, ոչ plus, ասի plus-երու համար չէ։ Եթե minus problem ունի եւ դուք երեխեք ունիք դունը, թեր թորնիկը կամ մեկը գիտեք, minus է 6-ին 12 տարեկան, հիմա նոր ակնոցի շուշեք մկա։ Իրա աբրավան, որ ինքը ունի, որ հիմա գահակվի, ադոր մեջի լենզը մենք կփոխենք, լենզ մը գտնենք, անունը Stellest lens։ Եվ աս լենզով ինքը պիտի շարունակե լավ տեսնալ, եւ նույն ժամանակ այդ լենզը մասեր ունի ապակիի մեջ, որ չի ցկեր, որ այդ աչքի մենոսը ավելի խորանա։ So ամենան նոր գիտությունն է ասի, որ մենք պիտի գրնանք ճիշտ չափը տալ եւ նույն ժամանակ այդ աչքի մայնուսը սկսի չի շարունակվի։ Եվ research-ը կդավ, որ 71% անգամ այդ երեխեն 6-ին 12 տարեկան, որ այս լենզը տրավ, իրեն հաջորդ տարվա քննությունը մի տարի հետո կդանք, որ մենոսը չի փոխվավ, նույնը մնաց։ So ասի նորություն մնե եւ մինակ աս տարիքների ընթացքու, որով գիտենք, որ աս տարիքի ընթացքու ասի
դարիք մնե որ ամենաշատ աչքի եւ ուղեղի ինգերությունը կսկսի ըլլալ Այդ ժամանակն է որ հասակ կնեդեն, ցերքենին գերգնան, ոտքերնին գերգնա, նույննալ աչքնալ գսկսի այս ժամանակ երգնալ, so ադոր համար աս 6-ին 12 տարեկան, եթե դունը երեխեք ունիք եւ ծեր բժիշկին երթակ հարցուցեք տելևիզիոնի վրա տեսանք Stellest lens-ի մասին, ասի նոր FDA approved lens է, որ գրնան գնել, որ աչքին երեխեքին աչքի մայնեսը առաջ չերթա. Okay? Dr. Harut Orthokeratology. Կրնաս բացատրել ասի ինչ է։ Այո, orthokeratology-ն հակառակ բուժումն է։ Ինչպես դոկտոր Խանջյանը բացատրում է, Stellest lens-ը հիմնականը աշխատում է աչքի երկարության վրա, orthokeratology-ն աշխատում է եղրաթաղանթի խորության վրա։ Դա լենզը հիմնականը, որ ավելի մի քիչ տարիք առած, ոչ թե այդ հասունական տարիքների, ավելի teenager, ինչպես կկանչեն, թեկուց եթե 18-ից բարձր է լեղնեն, այդ վաղտ այս լենզը կդնեն իրանք, իրիգունները քնելուց առաջ լենզը կդնեն աչքի վրա, այդ վաղտ նույնպես լենզը աչքի վրա կքնեն, առավոտ իրանք կհելնեն, լենզը կհանեն եւ տեսողությունը այդ կդզվի ժամանակի ընթացքում Եթե գրնանքն է վիդեոին երթալ դոկտոր Հարութ գիտեմ հետ վիդեո փերերես գրնասն է բացադրես ուրեմն ադի լենզն է Այո հիմա այսպես ոնց որ տեսնում եք լենզը դնում ենք եղրատաղանթի վրա ինչպես կտեսնեք այդ խորությունը ավելի ինքը տափակացնում է որ տեսողությունը բերի հավասարացնի տեսողության կենտրոնին հատակի վրա Եվ այս լենզը իր գունները բիտ հակվիս, առաջ որ բարգիս։ Եվ իր գունը բարգած ժամանակ, ինքը երջաթաղանթին շեյպը, ձևը բիդի փոխե, արդուն արդնցար և հանեցիր իրեն, ինքը երջաթաղանթը այդ լենզին շեյպը բիդի արնե, որ բոլոր օրը քեզի լավ տեսողություն տա։ Եվ այն ժամանակ բիդի գրնաս լավ տեսնաս։ Եթե գրնանք ստուդիոյին կալ, ուրեմն դոկտոր Հարութ, ասի իր գունները գահակվին, և ես միշտ կսեմ գլմանի ադոնք, որ braces ունին, braces-ը մոդավոր աբես 2 տարի գահակվիս, ագրաները ձուրը լան է, braces գտնես, որ օգնե շտկե։ Վերջի գերտաս ադամնապուժին գսե, որ օքեյ գրնանք անել, բայց քեզի retainer գուդա, և retainer-ը պամն է, որ իր գունը բարգիսն է պետք է տնես, որ բարգած ժամանակ օգնե, որ ագրաները ձուր հավասար մնա, որով 2 տարի թուն braces թրիր, չես ուզեր ադի ավրվի, իր գունը աս retainer-ը գտնես, որ ագրաները շիտակ մնա։ Նույնը աս orthokeratology-ն է։ Իր գունները գահակվիս աս լենզը և գերտաս կբարգիս։ Այդ 6-ին 8 ժամ որ բարգերես, այդ լենզը երջաթաղանթին ցևը կփոխե Եվ այդ իրգվա փոխած ցևը, որ ինքը կփոխե, արդուն արդննաս կհանես այդ լենզը, եւ ինքը արդեն իրգվա նստածը աչքիդ վրա, աչքին երջաթաղանթին ցևը փոխեր է, այդ ցև մերեր է, որ ինքը perfect տեսողություն բիտա քեզի, միջև այդ օրը արդնցար ժամը 8-ը արդուն արդնցար, կորձի քացիկ կամ դբրոց քացիկ, միջև գեսորը վերջ, իրգվա ժամը 7-ը 8-ը 9-ը լավ բիտ տեսնակ, բայց արդեն իրգվա ժամը 7-ը 9-ը եղավ, երջաթաղանթը գսկսի վերադառնալ իր նորմալ ցևի, արդեն գսկսիս նորեն բխտոր տեսնալ, ժամանակ եկավ, որ նորեն իր գունը տնես ու բարգիս։ Ուրեմն ասոր անուն նորեն orthokeratology։ Okay, so երկու հատ նորություն, Stellest lens, որ ակնոցի շուշեք է, անի գտնենք ակնոցների մեջ, որ ավելի մենոսը չի բարձրանա։ Եվ երկրորդը orthokeratology, ինչպես որ դոկտոր Հարութը ասավ, teenage ժամանակ լենզերը որ իրգունը գտնես, արդուն գահանես, բոլոր օրը լավ գտեսնաս, վերջի իրգունը նորեն բիտնես, որ ինքը միշտ քեզի օրվա ժամանակ լավ տեսողություն տա։ Հիմա մեր մտահոգությունը աս գարջադեսությունը, որ այդ մայնեսը չեն գուզեր բարձրանալ։ Դոկտոր Հարութ Ինչ է ռիսկերը, երբ որ երեխեքին մայնեսը բարձրանա, օրինակ -2 եղավ -4, եղավ -6, եղավ -7, մենք բժիշկը լալով ինչ է մեր վախը, երբ որ ադի տեսնանք։ Հիմնականը երբ որ այդպես արագության ձևով տեսողությունը պղտորանում է մայնես ավելի դեպի մայոպիայի գնում,
նա կոչվում է progressive myopia։ Progressive myopia-ի հետ գալիս է իր ռիսկը։ Հիմնականը, եթե հետագայում այդ երեխան ուզենա LASIK գործողություն ունենա, շատ դժվարությամբ կեղնի կամ հնարավոր չի եղնի ավելի ճիշտ, որ իրանք այդ տարբերակը ունենան, քանի որ արդեն իրանց myopia-ն ավելի շատ է չափից շատ։ Բացի դրանից, ուրիշ ավելի տեսողության խնդիրներ կա, որ իրանք ավելի ռիսկի են, ավելի ռիսկը բարձրանում է։ Դրա մեջ մտնում է գլակոման ավելի շատ երկար ռիսկը բարձրանում, retinal detachment, macular degeneration, կատարակն ավելի շուտ հասունանում։ Տարբեր ձևի խնդիրներ կա, որ աչքի մեջ կարա առաջացվի, ռիսկը ավելի է բարձրանում, երբ որ այդ երեխան myopia-ն ավելի բարձրանում է իր հասունական տարիքների ընթացքում։ Perfect, Dr. Harut. Thank you. Shidagես, exactly. So մենք միշտ կուզենք at minus-ը շատ չի բարձրանա։ Երեխան տեսա -3 է, կալ դարիքա գուզեմ տեսնա, որ նորեն -3 է։ Չեմ ուզեր տեսնա, որ at -3-ը դարձավ -4։ Հիմա այս նոր բուժումները, myopia management, մեր նպատակն է, որ փորձենք at -ը պահենք։ Գրծածնից չափ ցած պահենք, որ 21 տարեկան դառնան, գրնան LASIK անեն։ Բայց եթե եղավ -6, եղավ -7, -8, այդ աստիճան հասնին է չենք կրնար LASIK անել։ Արդեն աչքը այնքան բարձր չափ կունենա, որ լեզերով այնքան պետք է գրագենք, որ արդեն աչքը damage կլա, եթե LASIK կլա։ So ադոր համար հիմա մենք մեր ուժը թրեր ենք այս նոր գիտությունով, որ փորձենք -ը գրծածնից չափ ցած պահենք։ Okay? Let's take this call. Hello, ինչպես կրնանք օգնել։ Այո, live ենք, այո, խոսեցեք, live ենք։ Բարև ձեզ։ Այո, սիրով հարցուցեք։ Վաղը պետք է գնամ սրճերին ապերացիա։ Այո։ Ինձ ասում ավելի լավ կլինի, որ դու cash վճարես $1,500 վճարես։ Okay. Ավելի չի բանը ինչ որ աչքը փոքրացած բանը այդպես բաներ կա։ Ոնց ես ճիշտ որնա։ Okay. Ուրեմն բացատրեմ, եթե վիդեոին գրնանքն է, let me see, դեսնամ, ուրեմն թուն կացեր ես բժիշկին, իրենք ստուգել են աչքդ, և վսեր են քեզի, որ պետք է կրբանետ վճարես, որով լենզերի տեսակներ կան։ Լենզերի տեսակների համար է քո վճարումը։ Հիմա եթե գրնանքն է վիդեոին երթալ, actually ասի ճիշտ վիդեոն չէ, let's see premium, alright, եթե գրնանքն է վիդեոին երթալ, հիմա մենք և որ կատարակ սրջրի բիտնենքն է, լենզերի տեսակները կան։ Հիմա գա, որ մեդիկերը գուդա այս մեգոհոս և կրնամ ասել 90% անգամ աս առաջինը, որ մեդիկերը գտա, perfect, no problem և շատ լավ գտեսնան։ Բայց եթե քո աչքդ աստիգմատիզմ ունի, հավգիտացև է, ձվաձև է ծեր աչքը, գործողության ժամանակ լավ է, որ աս երկորդը թրվի, որ գսվի toric lens։ Հիմա մեդիկերը ասի չի դար, բայց բժիշկը քեզի սկիզբեն բիցե որ ներ, քո աչքի վիճակը ասքան է 1500 ավելի պիտի ավելցնես, որ աս լենզը տնե քո համար։ Աչքդ կնկարվի և այդ նկարներին համեմատ կորոշվի, որ լենզը կտրվի։ Հիմա աս երորդը այդ լենզն է, որ հերուն և մոդիկը կտեսնաս։ Հիմա քեզի ասերենն է, որ կրբանետ 1500 ավելացուր, քեզի բժիշկը կփորձե որ հասկացնել, որ քո աչքի վիճակն անանք մնե, որ եթե մեդիկերինը տնենքն է, թուն գործողությունեն վերջնորեն ակնոց պիտ տնես։ Հիմա կվնեն քեզի գուսկուշացնե, որ թուն աչքմի շեյպ մոնիս, որ 1500 ավելացուր, որ հիմա կվնեն at լավը տնեն, որ գործողությունեն հետո լավ դեսնաս։ Ամենուն աչքը դարբեր է, քոնը at քիչմը վճարելը գրնալա լավ մտածումն է։ Okay? Մեր ժամանակը արդեն ավարտվավ։ Thank you Dr. Harut։ Շնորհակալ եմ բոլորիդ, արդեն գիտեք
Կալ երկու շաբթի օրը նոդեն գտեստվինք։ Քիշեր բարի բոլորիդ։ Բարի։